Քաղցրաշենի ժողովուրդը ընդհանրապես խաղողի գումարեցածանցին նորից շարունակում են բողոքը քաղցրաշենցներին սպասելիք ինչ անեն պատժենք գործարանի տնօրենին ինչ հասցրեցիք անել այս մի շաբաթվա մեջ։ Երեք ենք հանդիպել քաղցրաշենցին հրավիրել են գյուղնախարարություն, այնտեղ հանդիպել ենք, կար գնորդը, կար վաճառողը, ոչ մի բան չի փոխվել, ամեն ինչ ուժի մեջ է, իրենց բացատրվեց, որ կա տեխնիկական խնդիր սպիրտը անելու, գնորդը արդեն վճարել է որոշ գումար Վեդիալկոին, Վեդիալկոն արդեն սկսել է մարել պարտքերը եւ հերթականությամբ գնալու է, հետո հաջորդը վինարն է, որ հենց քաղցրաշենցին եւ այլ գյուղացիներին պարտքեր ունի, ու տենց մենք գնալու ենք եւ փորձելու ենք փակել, որտեղ օրենքի զահմաններում պետական գործիքներով, որտեղ այսինքն եթե համաձայնվում են վաճառել եւ միջոցներ այտայտել այդ ձևով։ Այսինքն մենք աջակցելու ենք եւ գիտեմ, հա, ես սենց ասեմ, ես իմ առջև ժամկետ եմ դրել մինչև տարվա վերջ ամենաուշը։ Պետք է հասնենք հաջողության, որպեսզի այդ պարտքերը մարվեն։ Գյուղացիները մշտապես բողոքում են վարկերի բարձր տոկոսադրույքից։ Այս առումով ինչ-որ փոփոխություններ հնարավոր են։ Եթե խոսում ենք բանկային վարկերի, то չէ, այսօր պետությունը սուբսիդավորում է որոշ գումար վարկային պորտֆելը, որպեսզի ցածր տոկոսներ գնան, բայց ամբողջական պորտֆելը չի լինում սուբսիդավորել։ Նորից փորձելու են գտնել այլ ներդրող միջոցներ, որոնք թույլ կտան ցածր տոկոսով փոխառություն կամ վարկեր տրամադրել։ Դրա վրա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ռուսաստանը ահազանգում է աֆրիկյան չումայի մեծ չափերի մասին խոզերի շրջանում եւ ասում է, որ եկել է Վրաստանից։ Մենք Վրաստանի անմիջական հարևանն ենք, արդյոք մեր մոտ չկա այդ վտանգը այս բանում։ Միշտ այդ կարգի վտանգները կան, բայց դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք հետևում են ներմուծվող մսի որակի առումով եւ հիվանդություններ ներկրելու առումով։ Դա սննդի անվտանգության ծառայություն կա, դրա համար մաքսային ծառայություն կա, որտեղ այդ ամեն ինչը վերահսկվում է։ Հիմա մենք չունենք աֆրիկյան չումայի դեպքեր Հայաստանում։ Ունենք, եթե կա հայտարարություն։ Կարծեմ բարձրաբանած է, դա։ Շնորհակալություն։